Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, իմ հյուրն է ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Բարև ձեզ։ Վերջերս ձեր հոդվածներից մեկում մի շարք ցուցանիշներ եք բերել տնտեսական, սոցիալական, մասնավորապես նշելով, որ իշխող ուժի կառավարման այս 7 տարիների ընթացքում աղքատության մակարդակը փաստացի նույնն է մնացել։ Պարոն Ավետիսյան, որպես տնտեսագետ, ձեր գնահատմամբ որոնք են այն պատճառները, որոնց բերմամբ այդ կարևոր երկրի զարգացման մասին վկայող կարևոր առանցքային ցուցանիշը չի փոխվել։ Այս ձեր հարցը ունի շատ կարճ պատասխան եւ բնականաբար նաեւ կարելի է դրանից հետո ավելի երկար բացատրել։ Ամենակարճ պատասխանը անպատասխանատու առաջնորդությունը, այսինքն այս իշխանությունները որևէ անգամ չեն շարժվել իրատեսությամբ, չեն շարժվել պատասխանատու առաջնորդությամբ։ Այսինքն խոստումներ են տվել, հետո նախապես իմանալով, որ այդ խոստումները չեն կատարվելու կամ անհնար է կատարել կամ իրենք չեն կարողանալու կատարեն, բայց այդ պահին այդ պետք է եղել զուտ քաղաքական նպատակով։ Քվեա պետք է եղել, որ իշխանության գան, իշխանության մեջ վերարտադրվեն, տվել են խոստումներ, բոլորին ամեն ինչ խոստացել են, ում ինչ պետքա խոստացել են, առանց հասկանալու, որ երբ որ խոստանումը չես կատարում, մարդկանց մոտ առաջանում է սպասումներ, այսպես անչափ սպասումներ, հետո հիասթափություն եւ դա իր հերթին բերում է արդեն հետևանքների։ Հիմա կոնկրետ տնտեսականի մասով ասում էին, ինչ որ եկան իշխանության, գալով իշխանության, խոստանում էին երջանկություն, ասում էին այդ ժամանակ չափելի թվեր չէին ասում, տենց հիշում եք ընդհանրական, բերելու են երջանկություն բոլորի տներում, աշխատանքը դառնալու է բոլորի համար հասանելի, նպաստից դեպի աշխատանք են մարդիկ գնալու, աշխատելու են, բարձր աշխատավարձեր են ստանալու, լավ են ապրելու։ Հետո երբ որ այս էֆորիան անցավ, դե բնականաբար մարդիկ ասում էին, դե լավ, հիմա ինչ ուղենիշներ ունեք 2018 թվականի ընտրություններին փորձեցին մի քիչ ուղենշավորեն, ասելով, որ օրինակ աղքատության մակարդակը կրկնակի կնվազեցնենք։ Վատ չի, չէ՞, այսինքն պատկերացնում եք գալով իշխանության մի ուժ քաղաքական մի բան ասում, որ իրանից առաջ դարերով այդպիսի բան չեն խոստացել կամ ասում է ծայրահեղ աղքատությունը կվերացնենք, դες բան չկա աշխարհի ամենազարգացած նույնիսկ երկրներում, բայց դեռ մենք խոստացել են գուցեև անեն։ Ինչ ունեցանք 7 տարի, 8 տարի իշխանության են։ Աղքատության մակարդակը ոչ թե կրկնակի չի նվազել, այլ 2023 թվականի այդ վերջի ցուցանիշներով մի բան էլ աճել է։ Ծայրահեղ աղքատությունն էր աճել։ Փոքր, բայց աճել էր, բայց պիտի վերացած լիներ։ Հիմա որպեսզի կարողանան, տեսեք, սա էլ է իրենց վերաբերել, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ գոնե ինչ-որ մի բան ասեն, որ մի քիչ գոնե նվազել է, 2024 թվականին օրվա իշխանությունը վստահաբար ձեզ ասում եմ, հանձնարարում է անկախ մարմնին, վիճակագրության կոմիտեին, որը պիտի անկախ վիճակագրություն, չէ, ոչ թե քաղաքական վիճակագրություն, այլ անկախ վիճակագրություն վարի եւ բյուջեի քննարկման օրը մեկ էլ հանկարծ 2024-ի աղքատության ցուցանիշներն են հրապարակում, որը մի քիչ ավելի քիչ է, քան 18-ը, բայց հաշվարկի մեթոդն են փոխել։ Այսինքն այդ կշիռները, որ աղքատությունը հաշվում են, նա շատ մեզ դիտողներին չծանրացնենք, բայց փոխել են, բայց նաև մանր տառերով, որ խայտառակ չլինեն միջազգային ասպարեզում, մանր տառերով էլ գրել են, որ այս թիվը համադրելի չի նախորդ տարիների հետ։ Հիմա լավ, դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ակնհայտորեն մի թիվ է, որը էլի աղքատության մակարդակ է կոչվում, բայց ով որ հրապարակել է դրա տերը, հաշվողը, ասում է համադրելի չի նախորդ տարիների հետ, այդ թվում բնականաբար 18 թվականի հետ, այդ թվում օրինակ նախորդ տարվա 23 թվականի հետ, իսկ իրենք վերցնում են
թիվ 1 պատասխանատուն այդ ոլորտի քաղաքականության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, իր Facebook-յան էջում դնում եւ հրապարակում է, որ տեսեք 2%-ային կետով նվազել է նախորդ տարվա համեմատ 24 թվականի աղքատությունը։ Այսպես են կառավարում։ Ես ինչի՞ ես օրինակը մանրամասն բերեցի։ Այսպես ասում են սուտ, խոստանում են սուտ, ի սկզբանե, հետո չեն կատարում այդ խոստումը, հետո մի ավելի մեծ ստով են փորձում սա ծածկել ու այսպես գնում են առաջ։ Պարոն Ավետիսյան, բայց տեսեք, իշխանություններն էլ իրենց հերթին բերում են ցուցանիշներ հնայի աճ։ Մեր առանցքային առևտրային գործընկերների հետ առևտրի ծավալների մի քանի անգամ աճ, նույն Ռուսաստանի Դաշնության հետ, որը որ առևտրը 24 թվականին կազմել է 12 միլիարդից մի քիչ ավել։ Մենք տեսնում ենք ենթակառուցվածքային բազմաթիվ ծրագրերի իրականացում, ճանապարհներ, ասֆալտ եւ այլ եւ այլ։ Սրա հետ մեկտեղ ընդդիմությունը մշտապես քննադատում է։ Այս կոնտրաստը ինչով կարելի բացատրել։ Տեսեք, ճիշտ եք ասում, մեր ժողովուրդը կրակն է ընկել այս մանիպուլյացիաների ձեռքի վերջո ցանկացած մարդ ինչքան էլ ուզում է ընդդիմություն, իշխանություն խոսեն, գովեն, քննադատեն, ինքը իր թիվ 1 ցուցիչ իր կյանքի որակն է։ Եվ ես դες վստահաբար կարող եմ ասել մեկ ցուցանիշ, որ աներկբա այսպես որակում է կյանքի որակը, դա գների մակարդակն է։ Այսինքն մարդը, այս մեր բնակության մոտ 40%-ը, որոնք աշխատող աղքատներ են եղել մինչև այս իշխանության գալը այս քաղաքական ուժի, աղքատ, ծայրահեղ աղքատ, միայնակ կենսաթոշակառուներ, շուրջ 40%-ը։ Այս մարդկանց եկամուտները այս 7-8 տարիների ընթացքում այս իշխանության օրոք ավելի դանդաղ է աճել, քան գներն են աճել։ Ասենք օրինակ, նվազագույն սպառողական զամբյուղի արժիքը, ես եւ դուք մեկ մարդ նվազագույն այն ծախսերը, որ պետքա, որ այդ մարդը սովամահ չլինի, իր գոյությունը պահպանի։ Այդ ծախսերը մեկ անձի հաշվով ավելացել է 18000 դրամով այս 7-8 տարիներին։ Միջին կենսաթոշակը ավելացել է դրա կես չափով։ Հիմա մեր կենսաթոշակառուն, ով ստանում է միջին կենսաթոշակ, ավելի լավ ապրում, թե ավելի վատ։ Ակնհայտ է, չէ՞, այս ամեն ինչի մասին ասում։ Հիմա իրենց այդ տնտեսական աճերը բազմաթիվ անգամներ ասել են, որ այդ բարձր տնտեսական աճը այս 2021-25 թվականների 2-3 տարին արտաքին գործոնով էր պայմանավորված։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծվել էր պայմաններ Հայաստանի տնտեսական աճը առաջանցիկ բարձր, այսպես գրանցում ունեցավ հայտնի պատճառներով։ Հիմա ասում եմ, այս ամբողջությամբ վերագրեցիք ձեզ, լավ, եթե այդպես է, բա օրինակ կոവിഡ് համավարակի ժամանակ, երբ որ Հայաստանի տնտեսությունը 2 անգամ ավել նվազեց, կրճատվեց, քան տարածաշրջանի մյուս երկրների միջինը, բայց ժամանակ ինչի չունեցաք քաջություն ասեք, որ ձախողել է կոവിഡ് համավարակի այդ արտաքին գործոնի ազդեցության հետևանքների վերացման աշխատանքը։ Դա էլ բացատրում են պատերազմով, լոգիստիկայի խնդիրներով։ Մինչև ասում եմ մինչև պատերազմը։ Դեռ այդ ժամանակ, որ իրենք 2 անգամ ավել անկում էին գրանցել, քան տարածաշրջանը, դեռ պատերազմ չկար։ Հիմա գալով ձեր հարցին։ Լավ, բարձր, շատ լավ։ Այնուամենայնիվ տնտեսությունը աճել է ձեր նախանշած չափով։ Այն ինչ որ 21 թվին ընտրվեցիք, խոստացաք, ասենք օրինակ տնտեսական աճը դուք եք եղել, արտաքին գործոններ չեղել, ապահովել եք։ Երկրորդ, պետական պարտքը այն չափով, ինչ չափով դուք ծրագրել էիք, դրանից մի բան էլ ավել աճել է պետական պարտքը։ Երրորդը, պետական բյուջեի եկամուտները իբրև ձեր ասածով ինչ կանխատեսել եք ավելացել է, չէ՞։ Բայց այդ դեպքում այդ ամեն ինչը որ ասում եք մարդու մասին է այս բյուջեներ։ Մենք մարդասեր, բան խոնարհվում, գիտեք, այդ ամեն ինչը մեր ժողովուրդը արդեն զզվել է մեծ մասը, բայց մեկը ասում են։ Բայց մարդու արժե որ խոնարհվում եք, էս եք անում, են եք անում եւ իր մասին էլ խոստում եք տվել։ Այդ մարդը կոնկրետ թոշակառուն է։ Չափերի խոստում եք տվել, որ թոշակի միջին չափը պետք է դառնա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար։ Ասում եմ, հարցնում եմ, չէ՞, ես էլ օրինակ այդ տատիկ պապիկները նաև
իմ այսպես միջոցով հարց են ուղում որպես падգամավոր, ես իմ գործն եմ անում, հարց ուղում եմ կառավարությանը, պարզ հարց։ Ասում եմ, այդ ամեն ինչ որ տնտեսական խոստացել էիք, որ եթե լինի, ապա ձեր թոշակը կդառնա այսքան։ Բա ինչի՞ չեք անում։ Մյուս տարի 26 թիվն է, անցած տարի հարցնում էի, ասում եք ժամանակ կա։ Հիմա ասում եք, դե չենք անում, որովհետև ուրիշ բան են կարել եւ այլն։ Խափում են մարդկանց, այսինքն 20-30 հազար դրամ թոշակ պիտի մյուս տարի բարձրացնեին, ընդամենը 4000 դրամ այդ հետ վճարով փորձում են ավելացնեն, ակնհայտորեն չեն բարձրացնում նաև նվազագույն աշխատավարձը աշխատող աղքատի։ 75000 է ստանում այսօր աշխատող երիտասարդը։ Օրինակ, նվազագույն մեկ անձի հաշվով սպառողական զամբյուղի արժեքը 80000 է ու գներն շարունակում են աճել։ Այդ մարդը ոնց ապրի իրեն պայի եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր վերջի դիտարկմանը, որ այո, տնտեսությունը աճել է, նաև արտաքին կապերը, ստեղ են ակնհայտ ասել ճիշտ հակառակն արել։ Մեկ պետությունից ուզում է դա լինի մեր ռազմավարական գործընկերը, ուզում է լինի մեր այսպես եղբայրական երկիրը, բայց եթե քո տնտեսությունը մեկ երկրից կախվածությունը եկել հասել է արդեն 42-43%, սա լավ ցուցանիշ չի։ Բայց դա նաև լավորից չի։ Տեսեք, դիվերսիֆիկացնելու համար մեզ պետք են նաև բաց սահմաններ։ Նրանք փորձում են աշխատել այդ ուղղությամբ, հարևանների սահմանների բացում, բայց այստեղ եւս ընդդիմությունը կոշտ քննադատության է ենթարկում։ Այս պարագայում եթե փակ սահման կա, ինչպես պետք է ապահովեն որակական աճ, ինչն էլ կբերի ի թիվս այլ բաների, նաև արտաքին առևտրային պարտներների դիվերսիֆիկացիայի։ Բայց ով ասում, որ պետք է սահմանները փակել, ինչի մենք ենք փակել սահմանները։ Դուք քննադատում եք նրանց քաղաքականությունը, որը ուղղված է այդ սահմանների բացմանը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը չի փակել այդ սահմանները։ Թուրքիան է փակել այդ սահմանները Ադրբեջանի համար, որպեսզի Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահը առաջ տանի, նաև տնտեսական ճնշումների եւ բացելու է Ադրբեջանի համար։ Այսինքն ստեղ այդ որ գնում բանակցում են, հեսեն անում են, ընդհանրապես շատ պարզ դրվածք է, խնդրի պարզ դրվածք։ Այդ սահմանների բացումը եւ տնտեսական ինտեգրումը պետք է լինի մեր երկուսի կամ երեքի շահերի փոխհամաձայնեցված կետի վրա։ Այսինքն չի կարող մեր շահի հաշվին Հայաստանի շահը ոտնահարելու եւ Հայաստանի շահը այսպես նսեմացնելու հաշվին տեղի ունենա արդյունավետ տնտեսական ինտեգրում։ Մենք էս ենք ասում ենք մեր ազգային կամ կայուն զարգացման շահերը բերեք օրակարգ, բերեք անընդհատ զիջելով, հիմա էլ ռազմի դաշտում պարտություն կրելուց հետո, հիմա էլ եկել են իբրև տնտեսական ինտեգրման անվան տակ նորից այս նույն զիջողական եւ պարտադրանքի քաղաքականությունն են տանում առաջ։ Պարզ բան ենք ասում ենք, եթե դու տալիս ես առանց խոչընդոտ ճանապարհ, որ Ադրբեջանը գնան Ադրբեջանի տարածքից գնան դեպի Նախիջևան։ Պարզ բան, այդպիսի ճանապարհ է այդ նույն թղթի մեջ նկարագրի, որպեսզի մենք կարողանանք երասրից գնանք մեղրի։ Այսա ես կողջունեմ։ Բայց երբ որ ասում են մի քանի կիլո կամ տոննա ցորենա եկել, այ տեսեք, ալևս խաղաղություն է եւ ապաշրջափակում, ասում ենք ընդհանրապես սա ապաշրջափակում չի, այ մարդ մի խափեք։ Սա ապաշրջափակումը չի, սա ինչ դուք եք խոստվել, մի խափեք։ Եկեք ճիշտը ասեք, որ դուք անխոչնդոտ ճանապարհ եք խոստացել եւ հիմա կտակ, չգիտեմ ինչի դիմաց, դուք էլ չգիտեք ինչի դիմաց։ Այսինքն դուք ընդհանրապես հայցում եք թուրք-ադրբեջանական տանդեմի այսպես բարի կամքը։ Ինչ կթողեն, այն էլ կթողեն։ Բայց դուք այս գլխից փաստորեն մեր հիմնական առավելությունը, որ մենք ունենք այս հյուսիս-հարավ, ըստ էության դրա կողքը դուք ասում եք անխոչնդոտ ճանապարհ, թղթի վրա էլ գրել եք, ուզում եք դրեք Թրամփի ուղի, ուզում եք դրեք Փաշինյանի ուղի, ուզում եք դրեք մեկ այլ մարդու ուղի, միևնույնն է, փաստը դրանից չի փոխվում։ Սա ենք ասում, մի խափեք։ Եթե սա եք կարում անեք, որովհետև պարտված եք, ճնշված եք, վախեցած եք, իսկ նրանք էլ տնտեսական ապաշրջափակման փոխարեն տնտեսական էքսպանսիա են անում,
հարկադրում են նաև տնտեսական ճանապարհով զիջումներ այն կորզում, եկեք այդ ասեք։ Պարոն Մովսիսյան, հնարավոր է արդյոք ունենալով այս ռեսուրսները, որոնք մենք այսօր ունենք, ունենալով այս հարևաններին եւ բավականին ուժեղ մեզանից պոտենցիալով եւ ռեալ ցուցանիշներով շատ ավելի ուժեղ հարևաններ, դադարենք այդ բանակցությունները, չգնանք այդ ճանապարհների ապաշրջափակմանը, այսինքն ինչպիսի կեցվածք պետք է որթեգրի այսօրվա ռեսուրսներով օժտված Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի ընդդիմությունը սա չհամարի պարտվողականություն։ Սահմանները օր առաջ պետք է բացեն։ Չեն բացում, չեն բացում, փակել են։ Հա, հիմա այդ բանակցություններն էլ այլ ընտրանք չունեն։ Իհարկե, մենք պետք է ապրենք խաղաղ, պետք է ապրենք հավասարակշռված տարածաշրջանում եւ այլն, բայց դրանք ոչ թե պետք է լինեն պատրանքներ, այլ պետք է լինի իրականություն։ Հիմա իրականության բարձ բան ենք ասում ենք, երբ որ բանակցում եք, բանակցել ես չեմ պատկերացնում, որ դիմացինը ինչ ասում է, այս մյուս կողմը ասում է խնդիր չկա։ Ես պատկերացնում եմ բանակցություն, երբ որ դիմացինը ամեն կողմ իր սեղանին բերում դնում ձևակերպում է նաև իր շահը։ Հիմա ասում եմ պարզ բան, եթե դուք ախոչնդոտ ճանապարհ եք տալիս, արդեն ամբողջությամբ պարզ որոշակի նկարագրած տալիս եք Ադրբեջանին, դա ուրեմն պետք է ամբողջությամբ հիմք հանդիսանա, որ ես այդ նույն թղթի վրա հաջորդ էջում մեկ այլ վերնագրի տակ կարդամ այն անխոչնդոտ ճանապարհի մասին, որը որ երասխը կկապի օրինակ Մեղրիի հետ։ Այդ երբ որ մենք տեսնենք այս հավասարակշռված մոտեցումը, ես ասել եմ, ես դա կոնկրետ ողջունելու եմ, որովհետև այո, դա կլինի այն ինչը որ բխում է ուղիղ մեր ազգային շահերից։ Մնացած այն, որ ինչ որ գալիս են ասում են, այ տեսեք, հիմա օրինակ ծորեն ենք վերել, այս կարգի, այն կարգի մանիպուլացնում են, մարդկանց գցում են տարակարծության մեջ։ Լավ, իհարկե այդ ծորենը, որ Ադրբեջանի տարածքով եկավ Վրաստանով մտավ Հայաստան, կոմունիկացիայի առումով, լոգիստիկայի առումով ինչ որ այլընտրանք է։ Շատ լավ, դա պետք է գնահատենք, որ սա այլընտրանք է, բայց դա սահմանի բացումը չի, դա Նրանք ասում են առաջին քայլն է։ Նրանք ասում են դա առաջին քայլն է սահմանի բացման, այսինքն նախադրյալ է, որը կբերի նաև սահմանի բացման հետագայում։ Եթե նախադրյալը եւ այդ նախադրյալը իրականում այն գինն է, այսինքն որն է դրա գինը, եկեք այդ հասկանանք, դա ենք ասում։ Եթե այդ ծորենը, որ պետք է Ադրբեջանի տարածքով այսօր գա, վաղը չգիտենք կգա թե չէ, ինչի հաշվին է, եկեք ասում եմ դրա իրական գինը։ Եթե դրա գինը այն է, որ մենք տալիս ենք անխոչնդոտ ճանապարհ, այսպես ասենք, որի հիմքում միջանցք է իրականում, ասում եմ այդ գինը շատ մեծ գին է եւ դրա վնասները մեր ազգային շահին շատ ավելի մեծ է, քան ասենք այդ մի քանի տոննա ցորենը, որ գալիս է։ Իրականում ինչ գին ենք վճարում։ Ես պարզ եմ ասում, ինչ գին ենք վճարում։ Եթե մենք վճարում ենք միակողմանի ախոչնդոտ ճանապարհ դրա համար տալով, այստեղ ես համաձայն չեմ։ Պարոն Մովսիսյան, խոսեցիք Թուրքիայի սահմանի բացումից, եթե քաղաքական կոմպոնենտները մի կողմ դնենք այն, թե ինչ գին ենք մենք դրա համար վճարում, զուտ տնտեսական էֆեկտի առումով, այսօր Թուրքիայի սահմանի բացումը մեզ ավելի շատ մեզ համար ռիսկեր է ներկայացնում, թե դրական լուծումներ եւ դրական գործընթացներ։ Հնարավորություններ կա, որտեղ ես նորից կրկնում եմ եւ միշտ եմ ասել, որ այո, տարածաշրջանային ինտեգրումը, որը բոլոր կողմերի շահերի համադրմամբ է, դա զարգացման կարևորագույն եւ հիմնական ուղին է։ Բայց եթե խախտված է, հիմա ես հարց եմ տալիս, ասում եմ, սա ապաշրջափակում է իրականում տնտեսական արդյունավետ ինտեգրում, թե տնտեսական էքսպանսիա։ Գիտեք, երկուսն էլ կա։ Եթե նրա անվան տակ սիրուն փաթեթավորմամբ հանկարծ բացում ենք ու տեսնում ենք, որ տնտեսական հարկադրանքով մեր շահերն են զիջում, հեռանկարային, սա արդեն վատ է։ Իսկ ռիսկեր կա։ Հիմա ասում են, գնանք սահմանը բացենք, մենք պատրաստ ենք առավոտը սահմանը բացենք, չէ՞, մոտավորապես էս են ասում։ Հիմա Թուրքիան փակել է սահմանը, չի բացում, ես էլի կրկնում եմ, բացելու է, երբ որ Ադրբեջանի համար դա պետք լինի եւ իրենց համար դա պետք լինի եւ կանի այդ ժամանակ։ Հիմա ասում եմ, նախապատրաստական աշխատանքներ է պետք, որովհետեւ Թուրքիայի այդ սահմանի բացումը
ըստ էության նաև նշանակում է, որ մեր տնտեսության այսօր բազմաթիվ ճյուղեր ունենալու են խնդիրներ։ Օրինակ գյուղատնտեսությունը, օրինակ ջերմոցային տնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը։ Հիմա այստեղ պետք է մենք այս մասին խոսենք, վերլուծություններ ով պետք է անի։ Բայց տեսեք, փորձը մի փոքր վիճեմ ձեզ հետ զուտ թեմայի առումով առարկայական Թուրքիայի առևտուրը փաստացի ոչ մի պահ կանգ չի արել նույնիսկ 20 թվականին, երբ որ կառավարությունը որոշում ընդունեց, այդ ժամանակ էլ ստվերային այդ առևտուրը շարունակվում էր։ Ճիշտ է, Վրաստանի տարածքով, բայց շարունակվում էր։ Այսինքն, եթե մինչև այս պահը այդ էքսպանսիան չի եղել, եթե մինչև այս պահը թուրքական գյուղմթերքները կամ տեքստիլ արդյունաբերության ապրանքները դուրս չեն մղել հայկական շուկայում տեղական արտադրանքը, զուտ սահմանի բացումը ինչպես պետք է, ինչ որակական փոփոխություն պետք է մտցնի այս ամեն ինչի մեջ։ Չէ, դրանք էապես տարբեր են, որովհետև Թուրքիայի չկար, հիմա էլ չկա դիվանագիտական հարաբերություններ եւ այլն, եւ այդ առևտուրը միջնորդավորված էր։ Մի բան է, երբ որ առևտուրը միջնորդավորված է տեղի ունենում, մի բան է, երբ որ տեսեք, մի պարզ օրինակի վրա, երբ որ օրինակ լոլիկը Թուրքիայի տարածքով գնում է Վրաստան, այսինքն Վրաստանը ստեղ որպես ռեեքսպորտ իրական վերարտանում իրականացնող իր շահույթն է ստանում, ճանապարհը սենց երկարում է, ծախսերն են ավելանում, ենթադրենք գալիս է Հայաստան, եւ հիմա հազիվ է կարողանում մեր արտադրողը իր այդ մրցակցի, վաղը երբ որ անխոչնդոտ կերպով այդ լորիկը հայտնվեց հայկական շուկայում, հաշվարկներ կան, թող նստեն հաշվարկեն։ Ըստ էության այն ինքնարժեքը, որ այսօր մեր ջերմոցային տնտեսության համար ձևավորվում է, այդ ինքնարժեքով նույնիսկ չեն կարող վաճառել առանց շահույթ ստանալ, որտեղ դրանից 10-15% պակաս կվաճառվի թուրքական լոլիկը, իրենք շահույթ կստանան, շատ կարճ ժամանակահատվածում հետո մեր ջերմոցային տնտեսությունը ուղղակի գետնի վրայից կվերանա։ Հիմա այդ պարագայում կառավարությունը կարող է հավելյալ մաքսատուրքեր մտցնել։ Դե տեսեք, մաքսատուրքեր մտցնել կամ չմտցնելը նախ մենք ԵԱՏՄ անդամ ենք, Եվրասիական տնտեսական միության։ Առավել եւս Սա արդեն այս ուրեմն հավաքական քաղաքականության միջոցով դա պետք է տեղի ունենա եւ երկրորդ այդ մաքսատուրքերը չեն կարող այսպես անընդհատ աճել։ Դու մաքսատուրքով, որ նորից եմ կրկնում, այդ մաքսատուրքը Հայաստանի չի կարող էլի բարձրացնի։ Դու դրանով չես կարող քո տնտեսությունը դարձնես մրցունակ։ Նաեւ պետական աջակցություն է պետք, օրինակ պատիկներով ավելի ցածր գազով գազի գնով ջերմոցային տնտեսություն աշխատում է Ադրբեջանում, ասենք Թուրքիայում կամ սուբսիդավորումը պետական այնտեղ էապես ավելի բարձր է, քան Հայաստանում եւ ինչ էլ անես մաքսատուրքով դու դրանով չես կարող ապահովես արդյունավետ մրցակցություն։ Բայց եւ այնպես հիմա նախապատրաստվելուց բացի, ես որ ասում եմ տնտեսական էքսպանսիա, ի նկատի չունեմ, որ ազատ մրցակցությունը պետք է դրանից տուժի, չէ, թող տնտեսությունը երկու երկրների տնտեսություններն էլ զարգանան եւ այլ։ Ես ի նկատի ունեմ հետեւյալ պարզ հանգամանքը։ Արդյոք արդար կերպով, ազնիվ կերպով այս բանակցությունները ընթանում են եւ երկու կողմերի շահերն էլ նկատի են առնում, թե այսպես մեծը փոքրի հետ է խոսում եւ անընդհատ այսպես իր ճնշումը, իր խոսքը դոմինանտ է։ Ես դա եմ տեսնում ըստ էության եւ դրա համար է որ մենք մտահոգություններ ենք հայտնում, որ հանրությանը նկարագրում եք սիրում մի բան, տնտեսական փոխգործակցություն, հեսա կլինեն ներդրումներ, հեսա էս կլինի, այն կլինի, բայց իրականում տեսնում ենք բոլորովին այլ հետևանքներ եւ այլ իրողություններ, ինչը որ օրինակ տեսանք նորից եմ կրկնում, այդ անխոչնդոտ ճանապարհի տարբերակ, անխոչնդոտ ճանապարհ հարցնում ես ուր է Հայաստանի ձևակերպած անխոչնդոտ ճանապարհ, ասում եմ դե այնտեղ գրած է փոխադարձություն, ասում եմ փոխադարձությունը բավարար չի, թուղթը պետք է լինի որոշակի, ձևակերպի մեր անխոչնդոտը, նրանցը ձևակերպել ես ոնց պետք է լինի, ով պետք է կառավարի, ինչ ներդրումներով, ինչ ձևով, այդ նույն ռեժիմով ձևակերպի մեր անխոչնդոտ ճանապարհը։ Դրա այդ հարցին պատասխանելու փոխարեն մյուս օրը ցույց են տալիս sense փոխգործակցաբար այդ ծորենը շարժվեց Ղազախական եւ գալիս է դեպի Հայաստան։ Եվ սա այսպես, հա, փորձում են շեղեն
բուն օրակարգից եւ հիմնախնդիրներից։ Մենք սահուն անցանք արտաքին առևտրի եւ նաեւ մեր հարևանների հետ հարաբերություններին, սակայն այստեղ որոշակի հարցեր մնացին բյուջեի եւ պարտքի հետ կապված, որը եւս կուզեի բարձրացնենք։ Երբ որ ընդդիմությունը խոսում է արտաքին պարտքի ավելացման մասին, վերջերս նաև ձեզ հակադարձեց ֆինանսների նախարարը, որը գրել էր, որ 11-18 թվականներին արտաքին պարտքը 10 թվականի համեմատ ավելացել է 162%-ով եւ նա հարց էր տալիս, թե ինչ են արվել այդ միջոցները։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ասում է մենք 8 միլիարդով ավելացրել ենք, չնայած 8 միլիարդ չէր, կարծում 7 միլիարդով էր ավելացրել, բայց ասում են մենք զենք ենք գնել։ Հիմա նրանք հարցնում են, բա դուք ինչ եք արել։ Հիմա հարցը ձեզ, պարոն Ավետիսյան, 11-18 թվականներին այդ 162%-ով ավելացված պարտքը ինչ եք արել։ Տեսեք, նախ ուրեմն գանք նրանից, թե այսօրվա իշխան, որտեղ էս անընդհատ հենց ներն են ընկնում, էս հների նորերի պայքար, սևեր, սպիտակներ եւ այլն, բայց 8 տարի իշխանության են ամենահինը իրենք են։ Հիմա իրենց ուրեմն պատասխան տալու ժամանակն է, եթե ամեն ինչ լավ լիներ, սենց ասեմ, ես չեմ կառավարել այդ պարտքը, ես չեմ անձամբ այս ծախսերն իրականացնել, բայց եթե ամեն ինչ լավ լիներ, ամեն ինչ իդեալական լիներ, վստահաբար իրենց տեսակն ու իրենց խմբակը իշխանության չէին կարող այնքան խափեին, որ գային իշխանության։ Հիմա գալով իրենց ասացին, լավ, 8 միլիարդ ծախսել եք, ասֆալտ եք արել, նաև փող եք տվել պարգևատրումներ ոստիկանության ուժայիններին, ձեզ ընդդիմադիր խոսք ասողներ փռել եք ասֆալտին։ Այս ասֆալտի անելու ու փռելու, ասֆալտ փռելու, ասֆալտին փռելու ձևով փորձել եք կառավարել, կողքից էլ անընդհատ սուտի փուչիկը փչելով։ Հիմա մի հատ բերեք ցույց տվեք ինչ մեծ ներդրումային օրինակ մեգա նախագծեր եք արել։ Այս ասեմ, ներողություն ասեմ, 3 բառացիորեն 3 հայտարարվեց, որ սա օրինակներից մեկն է, որ Հայաստանում կկառուցվի 26 թվականին առաջին արհեստական բանականության զարգացման կենտրոն եւ հենց 26 թվականին էլ կներդրվի առաջին $500 միլիոն Firebird ընկերության մասին էր խոսքը, ինչով մեգա նախագիծ չէ։ Բայց այդ ընկերությունը ներդրում է, օտարերկրը ներդրում է, հələ մի հատ ասում է ժողովուրդը առուն թռի նոր հոп ասա, ես էլ հիշում եմ, որ 21 թվականին 2.6 միլիարդ եվրո 2.6 միլիարդ դուք 500 Եվրամիություն, այո, պետք է միջոցներ տար։ Բա ուրա գնանք մի հատ տեսնենք, այդ փողը եկավ, ինչ արին, որտեղ այդ մեգա նախագծերը, այդ նպատակները գիտեք ինչքան հիանալի նպատակներ էր, որ ընտրություններից առաջ հուզվել էի։ Ես հուզվել էի, երբ որ կարդում էի այդ նպատակները, ուրախությունից հուզվել էի։ Հիմա բայց ասում եմ 2.6 միլիարդը բա ինչ եղավ։ Հիմա ասում եք 500 միլիոն։ Հա 500, թող ասեին 5 միլիարդ։ Ես էլ ասում եմ, երբ որ կլինի, այդ ժամանակ կտեսնենք, խոսենք, կգնահատենք։ Բա դիմաց ընտրությունները, բա մի 500 միլիոն էլ չասեն։ Բայց ես որպես տնտեսագետ սիրում եմ փաստերի թվերի հետ նաև աշխատել։ Վերցրեք նայեք իրանց կառավարման օրոք օտարերկրյա ուղակի ներդրումների փաստերը, օրինակ զուտ ներոսքը փախնում է երկրից։ Օտարերկրյա կապիտալը մեր երկրից փախնում է։ Ինչու՞։ Հիմա պետք է հարցնեք։ Ինչու՞։ Քաղաքական կայունություն մնա ինչ անի։ Տարածաշրջանը ամեն դեպքում ինչքան էլ խոսեն խաղաղությունից, դեռ պատերազմական վտանգը թեկուզ տեսական մնում է, նաև դա էլ կարող է գուցե նպաստել։ Տարածաշրջանի երկիր նաև համարում եք, չէ՞, Վրաստանը։ Իհարկե։ Բա Վրաստանում, որ այսքան էլի լավ օրեր չի ապրել եւ այլն, մի հատ վերցրեք նայեք հարևան Վրաստանում ինչա տեղում են վերջի 3-4 տարին նույն օտարերկրյա ուղակի ներդրումներ, այդ բա ոնց է, որ այնտեղ զուտ ներոսքը ասենք ավելանում է, էապես Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ավելի շատ գնում է երկրից, իբրև թե այդքան շատ էլ կար, քան Հայաստանա վերադառնում։ Լավ, հիմա այսքան եվրոպական ուղղության մասին ենք խոսում։ Պարզ իհարկե դրական է դիվերսիֆիկացնել, տարբեր ուղղություններով մեր արտաքին տնտեսությունը զարգացնել։ Ասում եմ դիվերսիֆիկացիայից խոսում եք, մեկ երկրից Ռուսաստանից տնտեսական կախվածությունը ավելանում է, իհարկե հետնել քաղաքական վայրիվերումները եւ այլն։ Եվրամիության հետ իբրև ուղղությունը զարգացնենք տնտեսական նաեւ հողի վրա, այստեղ էլ իրանց այդ առևտրի ոչ միայն տեսակարար կշիռ, այլ ծավալները նվազում են։
Եղբայր, ասում եմ, դուք ինչից խոսում եք, այդ թվում տնտեսական, սոցիալական թեմաներ, ինչ նպատակ դնում եք։ Դուք ի սկզբանե գիտեք, որ ամենաթույլ կետը ձեր դա է, ձախողել եք ու ձախողելու եք, դա բերում դարձնում եք մի հատ հակառակը ձեր համար մի դրական բան, սկսում եք գովերքել, ախր բայց այդքան այդ չափի անսահման պոպուլիզմ ու մանիպուլյացիա, այսինքն չեմ իմանում, որտեղ են սովորում, որտեղ են այդքան վարժվում։ Պարոն Մովսես, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը։ Կհանդիպենք։